Զվուկս ես դուգում։ Ես այդ երեքին փռեցի ուղակի, սպանեցի իմ տաղանդով, ոչնչացված են իրանք։ Երկուսն էլ հետո թողեցին այս մասնագիտությունը։ Այդ սոված դերասան արտահայտությունից էլ եմ ներվայնանում։ Բա պիտի ընկճախտե մոտդ սկսի, հետո դեպրեսիա մոտդ սկսի, հետո հասկանաս, որ դու աշխարհի ամենաանտաղանդ մարդն ես, հետո նորից ուժ գտնես, հետո նորից սկսես աշխատել։ Շատ եմ ինքնահավանի տպավորություն թողում։ Դպրոցը սովորելու ընթացքում ընդունվեցի 0 կուրս, 0 կուրսից հետո ընդունվեցի առաջի կուրս ու ես շատ ուզում էի լինեի Արմեն Խանդիկյանի կուրսից, լինեի Արմեն Խանդիկյանի կուրսից, բայց բախտս չբերեց ու չընդունվեցի իր կուրսը, ընդունվեցի Գևորգյանի կուրս։ Ու այդ սաղ ընթացքում ուզում էի, որ կուրսս փոխեմ, չէի կարող մի խոսքով էսեն, թաքուն գնացել եմ դրամատիկական թատրոն, տեսել եմ Գրիգին Խաչատրյան, ով որ հետագայում եղավ մեր կուրսղեկը, դե ֆակտո, դե յուրե Խանդիկյանն էր։ Ու Գրիգին ասել եմ, սենց կամ ինստիտուտից դուրս եմ գալի, կամ ես պիտի լինեմ ձեր կուրսից։ Ու կուրսս փոխել, ընդունվել եմ Խանդիկյանի կուրս։ Հետո այդտեղից արդեն դասավորվանից, որ այդ կուրսը ավարտեցի, այդտեղ ներկայացումները խաղացի ու մնացի հենց այդ թատրոնում որպես դերասան։ Շատ մեծ էր պատասխանատվությունը ու վերաբերմունքը ու մենակ են, որ Հրաչյա Հարությունյանի հետ բեմ եմ բարձրանալ։ Այդ որ համ պատկերացնում է ինչ է, այդ ամեն ինչը համել այդ ծանրությունն է զգում։ Որովհետև մեծ է պատասխանատվությունը ու սկզբում էլ երբ հələ փորձերին դե չես ճանաչում մարդկանց դու թատրոնում պատերի տակ ֆրֆրացող ուսանող երեխա ես, ասենց ասած, այս վիճակով ես ու մեկ էլ լուրջ նստում ես լուրջ մարդկանց հետ, ճիտկեք, փորձեր, բայց իմ բախտը տեղել բերեց, որ իմ առաջի բեմելը, ասենց ասած, դրամատիկականի բեմին, եղավ հենց Հրաչյա Հարությունյանի հետ, որովհետև տենց մթնոլորտ, տենց վերաբերմունք, ընդհանրապես չէի զգում, որ տենց ծանր լուրջ մարդկանց հետ լուրջ գործ ես անում, էլ ես հենց ասեմ, որովհետև վերաբերմունքը, մթնոլորտը, մի քիչ կոպիտ ասեմ, հավասարը հավասարին շփում էին, հավասարը հավասարին մթնոլորտ էին ստեղծել։ Ու իմ կյանքում իրականում շատ մեծ ազդեցություն ա ունեցել եւ Հրաչյա Հարությունյանը եւ վերջին ծաղրածու ներկայացումը։ Սկսեցինք մի շրջան, որ մենք շատ կոմեդիաներ սկսեցինք բեմադրել։ Գիտես, շատ է ինձ ձև։ Տարվա մեջ 3 կոմեդիա, մի դրամա, կամ 2 կոմեդիա, մելոդրամա, հետո ողբերգություն, այս բանով։ Բայց գերակշռողը թեթև կոմիկական ներկայացումները, որոնք որ չնայած մեր մոտ ի շնորհիվ մեր դերասանների, որոնք որ շատ լավ ներկայացումներ են դառնում, դաժե չգիտեմ, պիեսի հեղինակը գիտեր, որ այդքան լավն է իր գործը, թե չէ, ինչքան լավը ինքը դրսևորվում է դրամատիկի բեմին։ Պիտի չլինի ոչ մի ինչ-որ սահմանափակում, օյ, գիտեք, ես դրամատիկ դերասան եմ, ես էլ կոմիկական դերասան եմ։ Դերասանները ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա ու պրոֆեսիոնալ ձևով ամեն տեսակ, մարդկային վիճակ։ Ինչ է այդ դերի իրականում, եւ կոմիկական վիճակը եւ ողբերգական վիճակը, ինքը մարդկային ինչ-որ էմոցիոնալ դրսևորում է, չէ՞։ Սա խնդիրը գալիս է այնտեղից, որ դերասանի մասնագիտությանը սկսեցին վերաբերվել շատ այս անգամ վատ առումով պրիմիտիվ մասնագիտության։ Աշխարհի ամենաբարդագույն մասնագիտություններից մեկն է դերասանի մասնագիտությունը։ Ես ուղղակի դերասան լինելով իմ ցավը դերասանի մասնագիտությունն է։ Ես գիտեմ, որ երևի բոլոր մասնագիտություններին են տենց սկսել մատերի արանքով նայել։ Ամեն ինչի մասին մի քիչ ինչ-որ իմիտացիաներ են անում դերասանի ու տենց մտածում են, որ դերասան է։ Ես մինչև հիմա անգամ ամաչում եմ ասեմ, որ ես դերասան եմ։ Ոչ թե նրա համար, որ ամոթալի մասնագիտություն, այլ նրա համար, որ եթե ես ասում եմ ես դերասան եմ, բա Ալ Պաչինոն ինչ ասում։ Ինքն էլ ասում ես դերասան եմ, ես էլ եմ ասում ես դերասան եմ։ Պետք չի։ Երկու անգամ գնացել ես ներկայացում, երկու անգամ բախտը չի բերել, տեսել ես այդ սովետական գորշ դժգույն ներկայացումները ու քեզ թվացել է, որ տեղով սկսումը, տեղով վերջանում է։ Բայց դա տենց չի։ Կան քաղաքում ներկայացումներ, կան քաղաքում ջահելներ, որ թույն գործեր են խաղում, թույն վիճակներ են խաղում, լավ դերասաններ են ձևավորվում։
Բայց այդ ամեն ինչը մահանում է, որովհետև չեն ունենում հանդիսատես։ Ինչի պրոպագանդան է պակասում, ասենց ասեմ, այդ սա ինչը պիտի անի, թատրոնը։ Այդ սա ներկայացման տեսքով պիտի գա ու տրվի հանդիսատեսին։ Ոնց կարելի է թատրոնները փակելու մասին, իսկ ինչ թատրոնները փակենք, ինչ բացենք փոխարենը, ինչ լինի, հյուրանոց, խաղատուն, սաունա, ինչի համար հենց թատրոնները փակելու մասին, էլի։